Ազգային անվտանգության ծառայողները վաղ առավոտյան ներխուժել են պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի գլխավորած Մայր Հայաստան կուսակցության գրասենյակ։ Նախօրեին քննչական կոմիտեն Թևանյանին մեղադրել է պետական դավաճանության եւ լրտեսության համար։ Տեսանյութը Facebook-յան իր էջում տարածել է կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը։ Կադրերում ուժայինները նրանից պահանջել են անջատել հեռախոսի տեսախցիկը, ի պատասխան նա պահանջել է ցույց տալ խուզարկության թույլտվությունը։ Ինչ է տեղի ունեցել եւ ինչու։ Անկլավների թեմայից մենք չենք կարող հրաժարվել, որովհետև ինքներս ունենք անկլավներ, Արցվաշենը։ Վաղ առավոտյան լրագրողների հետ ասուլիսում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով թեման քննարկվում է, որևէ պայմանավորվածություն, որևէ ռազմավարություն հայեցակարգ այդ հարցի լուծման վերաբերյալ այս պահի դրությամբ չկա։ Անդրադառնալով Ղարաբաղյան շարժումը դադարեցնելու վերաբերյալ հարցին Փաշինյանն ասել է. «Քայլ-քայլ հասկացել եմ, որ Հայաստանը Ղարաբաղյան շարժմամբ դրվել է թակարդի մեջ եւ այդ թակարդից պետք է դուրս գալ։ Ուրախ եւ հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստան դուրս բերել այդ թակարդից։ Այդ ամբողջը։ Եվ էմոցիան կապված է ուրիշ բանի հետ, որ ես տեսնում եմ, որ այսօր կոնկրետ մարդիկ լրտեսական գործունեության տրամաբանության մեջ Հայաստանը ուզում են հետ տանել կոնֆլիկտի թակարդի մեջ։ Այս ամբողջ պատմությունը։ Այս բան դեպքի վայրում զնուցում են կատարում Հայաստանի։ Մայիսի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սևանում։ Կեսգիշերին ոստիկանությունը ահազանգ է ստացվել, որ Մերսեդես մակնիշի մեքենայում դիկ կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հղի կնոջ եւ ամուսնու վիճաբանության ընթացքում կինը իրեն դուրս է նետել մեքենայից ու մահացել։ Կատարվածը իրականում ինքնասպանություն է, թե սպանություն կպարզվի նախաքննության ընթացքում։ Դեպքի վայրում իրավապահները հայտնել են, որ վերանշյալ ամուսինը նախկինում իրավապահների հետ առնչվել է ընտանեկան բռնության հատկանիշներով։ Ավելի քան 64,000 ռուս և բելառուս զինծառայող է մասնակցում երկու երկրների համատեղ միջուկային զորավարժություններին։ Դրանց հետևել են Պուտինն ու Լուկաշենկոն։ Զորախաղերին ավելի քան 7800 միավոր տեխնիկա է ներգրավված, 200-ից ավելի հրթիռային արձակման կայանք, 140 ինքնաթիռ, 73 նավ և 13 սուզանավ։ Դաշնության ղեկավարն ասել է, որ միջուկային զենքի կիրառումը ազգային անվտանգության ապահովման ծայրահեղ և բացառիկ միջոց է։ Միևնույն ժամանակ Պուտինը վստահեցրել է, որ Մոսկվան չի պատրաստվում ներքաշվել սպառազինությունների մրցավազքի մեջ, պահպանելով միջուկային տրիադան անհրաժեշտ բավարարության մակարդակի վրա։ Ուկրաինայի արտգործնախարարությունը դատապարտել է այս զորավարժությունը, այն որակել աննախադեպ մարտահրավեր գլոբալ անվտանգության ճարտարապետությանը։ Ի պատասխան Բելառուսի արտգործնախարարությունը հայտարարել է, որ վարժանքները նախապես պլանավորված են եղել, ուղղված չեն երրորդ երկրների դեմ եւ սպառնալիք չեն ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար։ Հարստացված ուրանն ամեն կերպ Իրանում պահելու այդ երկրի հոգևոր առաջնորդի հրամանին ի պատասխան ԱՄՆ նախագահն այսօր ասել է, որ իրենք վերցնելու են այդ ուրանը եւ ոչնչացնեն։ Մենք այն կվերցնենք, մեզ այն պետք չէ, մենք դա չենք ուզում, հավանաբար կոչնչացնենք այն, բայց մենք թույլ չենք տա նրանց ունենալ դա։ Թրամփը վստահ է հարստացված ուրանը օրերից մի օր միջուկային զենք է դառնալու ու նոր գլխացավանք իր երկրի համար։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա, հակառակ դեպքում Մերձավոր Արևելքում միջուկային պատերազմ կունենանք, եւ այդ պատերազմը կգա այստեղ, պատերազմը կգնա Եվրոպա։ Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Հորմուզի նեղուցն անցնելու համար տուրքեր սահմանելու Իրանի մտադրությունը նույնպես դուր չի գալիս Թրամփին։ Ավելին, նա հավատացրել է, թե իր բանակը լիակատար վերահսկում է նեղուցը։ Առանց ԱՄՆ-ի հավանության ոչ մի նավ չի մտնում կամ դուրս գալիս Իրանից, եւ սահմանափակումների պատճառով Իրանն այժմ օրական 200-ից 500 միլիոն դոլար վնաս է կրում։ Right now they are losing $500 million a day is what it's projected. I don't know, it sounds like a lot of money, but whether it's Թրամփը կրկին պնդել է, թե ամերիկյան զինուժը շարքից հանել է Իրանի հրթիռային կարողությունների 80%-ը եւ Իրանի համար այժմ շատ դժվար է նոր հրթիռներ կամ անօդաչու թռչող սարքեր արտադրել։ We have great drone technology, anti-drone technology now that
Իսկ ԱՄՆ-ն վերջին 2 ամսվա ընթացքում ըստ Թրամփի զարգացրել է հակադրոնային նոր անհավանական տեխնոլոգիաներ։ Իրանի հետ ընթացող բանակցությունների մասին տեղեկություններ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարը։ Ռուբիոյի խոսքով Պակիստանի ներկայացուցիչները առաջիկա օրերին կժամանեն Թեհրան ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտության ավարտն ապահովելու ջանքերին աջակցելու համար։ Եթե բան դուրս չգա, պետքարտուղարը չի բացառել պատերազմի վերսկսումը։ Հարավային Լիբանանի Նաբաթիե նահանգի Հաբուշ քաղաքում ահռելի ավերածություններ են գրանցվել Իսրայելի այսօրվա հարվածների հետևանքով։ Կադրերում երևում է մի կողմի վրա թեքված ավերված բազմաբնակարան շենք։ Նախնական տվյալով հարվածներից զոհեր չկան։ Չորեքշաբթի երեկոյան իսրայելական բանակը նախազգուշացրել էր տարհանել Հաբուշ եւ Դեյր ալ-Զահրանի քաղաքները, կոչ անելով բնակիչներին հեռանալ առնվազն 1000 մետր հեռավորությամբ դեպի բաց տարածքներ։ Իսրայելական կողմը պնդում է, որ բանակը ստիպված է ուժով գործել Հզբոլահի դեմ հրադադարի համաձայնագրի խախտման պատճառով։ Լիբանանի հանրային առողջապահության նախարարության վերջին տվյալով մարտի 2-ից մայիսի 20-ը Իսրայելի հարվածներից զոհվել է 3073 մարդ, վիրավոր է ավելի քան 9000-ը։ Իսրայելի պաշտպանության բանակը հարավային Լիբանանում սահմանել է այսպես կոչված դեղին գիծ եւ թույլ չի տալիս մարդկանց վերադառնալ իր վերահսկողությանն անցած տարածքներ։ Ըստ Թել Ավիվի սա արվում է Իսրայելի տարածքի վրա Հզբոլայի հարվածներն ու հարձակումները կանխելու համար։ Իսրայելը ուզում է անվտանգության գոտի ստեղծել Լիբանանի տարածքների հաշվին։ Ակնկալվում է, որ այն կձգվի սահմանից մինչև Լիտանի գետ, ընդգրկելով Լիբանանի տարածքի մոտավորապես 10%-ը։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին արգելել է 60% հարստացված ուրանը տեղափոխել երկրից, հայտնել է Reuters-ը։ Սա կարող է էլ ավելի մտահոգել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ըստ վերլուծաբանների Խամենեիի հրամանը կարող է լրջորեն բարդացնել կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները։ Միացյալ Նահանգները Պակիստանի միջոցով Իրանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի նոր նախագիծ, որն այժմ Թեհրանը վերանայում է։ Ըստ լրատվամիջոցների կողմերը աշխատում են հատուկ փաստաթղթի վրա, որի ստորագրումը պաշտոնապես կավարտի պատերազմն ու կսկսվի 30-օրյա բանակցային շրջան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է սպասել ընդամենը մի քանի օր ճիշտ պատասխաններ ստանալու համար։ Նա ուղղակիորեն նախազգուշացրել է համաձայնության չգալու դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է անմիջապես վերսկսել հարվածները Իրանի ուղղությամբ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ծայրահեղ կասկածամտությամբ է մոտենում այս գործընթացին եւ ցանկանում է պատերազմը վերսկսել Իրանի ռազմական կարողությունները վերջնականապես թույլատնելու համար։ Այնուհանդերձ Թրամփը վստահեցրել է, որ իրենք լավ հարաբերություններ ունեն եւ Նեթանյահուն կանի այն, ինչ Ամերիկայի նախագահը կցանկանա։ Ավելի վաղ իրանական կողմը հայտարարել էր, որ պատրաստ է նոր զենք կիրառել ԱՄՆ-ի հարձակման դեպքում, որը դեռևս չի գործարկվել մարտադաշտում։ Եվրամիությունը դիտարկում է Դաշնքի տարածքում գտնվող Իրանին մի շարք ռազմական կցորդների եւ դիվանագետների դեմ պատժամիջոցների սահմանման, նրանց արտաքսման հարցը։ Հայտնել է Եվրոակտիվ պարբերականը հղում անելով գաղտնի փաստաթղթի։ Դոսիեում առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել եւ արտաքսել իրանցի ռազմական կցորդներին ու դիվանագետներին։ Նշվել է, որ դիտարկվող միջոցների հիմքը մի շարք դիվանագիտական ներկայացուցիչների ենթադրյալ կապն է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։ Ներառված է նաև Լեհաստանում Իրանի ռազմական կցորդ Մուհամմեդ Նագիզադեի անունը։ We are announcing an indictment. ԱՄՆ արդարադատության նախարարությունը պաշտոնապես մեղադրել է Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյին 1996 թվականին Brothers to the Rescue կազմակերպության 2 քաղաքացիական ինքնաթիռ խոցելու համար։ Դեպքի հետևանքով զոհվել էր ԱՄՆ 4 քաղաքացի։ Միացյալ Նահանգների գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Թոդ Բլանշը հայտարարել է, որ սա ցուցադրական մեղադրանք չէ եւ իրենք ակնկալում են, որ Կաստրոն կհայտնվի բանտում։ Նա շեշտել է Դոնալդ Թրամփի վարչակազմի սկզբունքը՝ ամերիկացիներին սպանողները կպատժվեն, անկախ նրանց պաշտոնից եւ ժամանակից։ Թե Բլանշը, թե նախագահ Թրամփը չեն բացառել նաեւ հնարավոր ռազմական գործողությունները, հիշեցնելով Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեպքը։ Ավելի վաղ, սակայն, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Կուբայի նկատմամբ լարվածության հետագա սրացման կամ ռազմական գործողությունների ուժեղացման անհրաժեշտություն դեռևս չկա, քանի որ Կուբայի կառավարությունը գրեթե ամբողջությամբ կորցրել է վերահսկողությունը կղզու նկատմամբ։ Կուբայի գործող նախագահ Միգել Դիազ Կանելը X-ում կոշտ նախազգուշացրել էր
եթե Միացյալ Նահանգները ներխուժի Կուբա, դա կհանգեցնի արժանալի կոտորածի։ Ուսորիսկում տղամարդը կոտրել է ոսկերչական խանութի ցուցափեղկը եւ հափշտակել ոսկյա զարդեր, մինչեւ նրա հանցակից կինը ձևացրել է, թե զարդեր է ընտրում, շեղելով վաճառողի ուշադրությունը։ Գողացված զարդերի արժեքը կազմել է շուրջ 2 միլիոն ռուբլի։